Հավիս կուտն մաքուր ծորե, գետնին շարած դանդան կորե։ Իմ կարծիքով աշխարհի ամենալավ երկրներից մեկը Հայաստանն է։ Ամենալավ գյուղն է այս գյուղն, որ ես կամ, եւ ամենալավ այգին է այս այգին, որ մենք ունենք։ Սերը հայրենիքի հանդեպ արմատներով ջուղայեցի Արթուր Զաքարյանին ստիպել է վաճառել Լոս Անջելեսի շքեղ առանձնատունը, թողնել հաջողված բիզնեսն ու 7 տարի առաջ տեղափոխվել Հայաստան։ Այստեղ էլ գյուղական հանգիստ միջավայր է նախընտրել մայրաքաղաքային եռուզեռից եւ բնակություն հաստատել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում, ինչու հարցին կարճ պատասխան ունի։ Սա Հայաստանն է եւ վերջ։ Մարդ կարծես իր անձնականն է։ Հայաստանում ինձ ոչ ոք չի կարող ասի գնա քո երկիրը։ Հայաստանյան գյուղում ապրելու մտքի հետ ավելի դժվար է համակերպվել կինը Քերոլայնը։ Անգլիայի ու Ամերիկայի ապրած, Ամերիկայում շատ հանգիստ կյանք ունեինք, շատ հանգիստ կյանք ունեինք։ Որ տեսա, որ ինքը մշտական այստեղ կուզե ապրի, մտածեցի գինը պիտի ապրի, որ իր ամուսինն է։ Բայց իր համար շատ դժվար էր նախնական շրջանում, բայց պետք է շնորհակալ լինեմ, հիմա ասենք սերն էր, ամուսնու հարկանքն էր, ինչ որ է։ Բարեգործությունն առաջինն էր, ինչով զբաղվել են ամուսինները Հայաստանում, սկսել են ակտիվորեն օգնել համագյուղացիներին, մինչ օրս շատ ընտանիքների են աջակցում, իսկ 2 տարի առաջ ավելի կապվեցին այս հողու ջրին, երբ հիմնեցին սեփական հյուրատունը։ Ծնունդով լիբանանցի Քերոլայնը Գեղադիրում լիբանանյան խոհանոցի համն ու բույրը տարածեց, մինչև որ աշխատակիցներն իրենք սովորեցին արևելյան խոհանոցի գաղտնիքները։ Քելը հենց որ ինձ մա ես պատրաստում եմ, սովորել եմ հենց իրենց խոհանոցից։ Չգիտենք սա ինչ է։ Դա ասում ենք փորձեք կտեսնեք։ Մեզ մոտ եղավ մի հատ կին, ասեց, գիտեք, մեր տունը այնքան շատ են պատրաստում, ես չեմ սիրում։ Հետո որ կերավ ասեց, վայ, ես կաշխատեմ, շաբաթը գոնե մեկ անգամ ձեզ մոտ հյուրկալ։ Լավ եք, կեցես, մեկ փոքր տաք է այսօր, չէ, ավելի շատ տաք է քաշ անցած օր, օդը կանգնած է, բայց կարծես, որ տերևները շարժվում են, that for sure։ Իսկ հյուրատան խոհանոց են հասնում սեփական այգու բարիքները, էկոլոգիապես մաքուր սնունդն էլ այստեղ առաջնային է։ Արթուր Զաքարյանն ասում է, ինքը գյուղատնտես չէ, բայց գրքերից ու համացանցից շատ բան է սովորել, նաև զարմանում է, որ տեղացիները նոր գիտելիքների անհրաժեշտություն չեն տեսնում։ Ինչ որ իրենց պապան արել է, իրենք էլ նույն ուտեմ շարունակել էին։ Այսինքն ասում են, ինչու համար այս ճուղը չես կտրում, այս ճուղը պետք է չի, ասում են, պապս չէր կտրում։ Դե պապը չէր կտրում, մի հատ ինքդ ուսումնասիրացել էիր։ Ինչ որ է, ճանաչել ենք, որ ամենալավն անենք եւ հիմա մեր ծիրանը չեմ չափազանցնում, մի հատ խոշոր խնձորի չափ է։ Թոնրատուն ու խնոցի, փայտեսեղաններ, եռագույն դրոշ, հայկական մշակույթն ու ազգային նկարագիրը ներկայացնող գրքեր, հայկական միջավայրն այստեղ ավելի է խտացած, այլ տարբերակ իրենց հյուրատան համար ամուսինները չեն էլ պատկերացնում։ Պարտել ենք, որ հիմա մենք ազատ անկախ երկիր ենք, շատ դժվարություններ ունենք, մեր դժվարությունները 1, 2, 3 տարվա բան չէ, որ հարթվի խնդիրները շատ երկար ճանապարհ ունենք եւ պետք է պատրաստվենք եւ հացն առնենք եւ ասենք որ այո, այս դժվարությունները նախքան կանգատվելը ճանանանք այդ ուղղությամբ աշխատենք։ Հայաստանում ոչ միայն հնարավոր է ապրել, այլև անհրաժեշտ է։ Արթուր Զաքարյանը կարող է բոլորին բացատրել, թե ինչու են գնում, հարցին էլ պատասխան ունի։ Մտածում են այնտեղ ամեն կյանքը անխտիր ավելի լավ է, ավելի քիչ գործելով, ավելի ծույլությունով ավելի շատ եկամուտ են կարող ունենալ, որ ճիշտ դրա հակառակն է։ Զաքարյանների ներդաշնակ կյանքում մեծ գաղտնիքներ չկան, պարզապես նրանք սիրում են այն գործը, որով զբաղվում են, այն գյուղը, որտեղ ապրում են, սիրում են իրար ու երբեք ավելորդ չեն համարում այդ սերն արտահայտել։ Աշխարհի լավագույն մարդը։ Արփնետ Հավրազյան, Վահագն Հովհաննիսյան, Գրաբեր, Կոտայք։